Ժողովուրդ, այսօր, եթե չեմ սխալվում, նոյեմբերի 8-ն է, եթերում է հանրային ձայնը։ Հաղորդումը սկսելուց առաջ իմացա Երևան քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին։ Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ավտովթարի զոհ է դարձել իմ կողմից շատ հարգված, սիրված, այն որ ասում է հիշատակը միշտ վառ լինի, զինվորական բժիշկ, ում սպանեցին 2012 թվականին, եթե չեմ սխալվում, Հարսնակար ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի արդյունքում Վահե Ավետյանի հոր Գառնիկ Ավետյանի մահվան լուրը։ Ես ցավակցում եմ Ավետյանների ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, եւ ամեն անգամ, երբ որ ես միտեղ կարդում եմ Վահե Ավետյան անուն ազգանունը, իմ ամբողջ նյարդային համակարգը խառնվում է իրար, որովհետեւ մի քանի վիժվածք, մի քանի մուտանտ խլեցին մի բժշկի կյանք, որը հիրավի ուներ ոսկե ձեռքեր։ Ես ինքս եղել եմ լոր բժիշկ Վահե Ավետյանի հիվանդը, այդպես կարելի ասել, հա։ Ինքս հիացած եմ եղել Վահե Ավետյանի պրոֆեսիոնալիզմով, նրա մարդ տեսակով, նրա մասնագետ տեսակով, եւ երբ որ բանը միշտ ես սիրել եմ, ուսումնասիրել եմ Խորհրդային Միության պատմությունը նամանավանդ, երբ որ գրում էին համապատասխան դասագրքերում, որ մեկ բժիշկը ռազմական գործողությունների ժամանակ գնահատվում է 300 զինվորի կյանքով, այսինքն մի բժիշկն արժե մի գումար տակ։ Ես դրա էությունը չէի հասկանում, դեռ նույնրեխա ժամանակ, ոնց կարելի է մի հոգուն փոխարինել 300 հոգու հետ։ Բայց երբ որ տարիների հետ մարդ հասունանում է, շփվում է եւ գտնվում է նամանավանդ այդ բնակավարում, այո, հասկանում է, որ մի բժիշկը ավելի թանկ արժե, քան մի ամբողջ գումար տակ։ Եվ Վահե Ավետյանը այն եզակի պրոֆեսիոնալ բժիշկներից էր, որը արժեր ոչ թե մի գումար տակ, արժեր 2 գումար տակ։ Եվ հանկարծ այսօր ես իմանում եմ, որ կյանքից հեռացել է դժբախտ պատահարի արդյունքում, ավտովթարի Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանը։ Եվս մեկ անգամ ցավակցում եմ Ավետյանների ընտանիքին, հարազատներին, բարեկամներին։ Այդպես էլ այդ գործը մնաց։ Մի մասը դատվավ, չգիտեմ դուրս են եկել, դուրս չեն եկել, բնականաբար դուրս են եկել արդեն։ Այն մի մասը առհասարակ չհետարկվեց քերական պատասխանատվության, ինչ եղավ այդ բժշկին։ Եվ ես անդհատասել եմ այն ժամանակ անգամ հասարակական կազմակերպություն կար չենք լռելու, ես ամեն ինչ արեցի, որ այդ կազմակերպությունը գա մտնի Մուրացյանի հոսպիտալ ռեանիմացիոն բաժին, նկարի հայտնի նկարները, կադրերը Վահե Ավետյանի եւ հրապարակի, լինելով ես ոստիկանությունում, ես արեցի ամեն ինչ, որպեսզի հասարակական աղմուկ բարձրանա։ Եվ աղմուկ բարձրացավ այդ կադրերից հետո։ Ժողովուրդը գնաց Նեմեզ Ռուբոյի տան վրա, բանակը համուռ եկավ այդ մարդու հողարկավորմանը եւ հասանք նրան, որ այդ վիժվածքները դատվեցին, գոնե դատվեցին, թեկուզ մի մասը։ Եվ այդպես էլ ոչ մեկի համար այդ ժամանակ պարզ չէր, թե ոնց եղավ, որ ինչ որ մի հատ հասարակական շարժման երիտասարդ կարողացել էր գալ, ներթափանցել հոսպիտալի տարածքերի քչի, հələ մի հատ էլ մտնել ռեանիմացիոն բաժին, հələ մի հատ էլ ռեանիմացիայում նկարահանում անել եւ դուրս գալ։ Այն որ շատերն ասում են, բա Վարդան Ղուկասյանը այն վաղ թողոսած։ Վարդան Ղուկասյանը միշտ էլ տակից իր հաճելի անակնկալները չակերտավոր տվյալ օրվա իշխանություններին պարգևել է։ Ինչքանով որ իմ հնարավորությունը ներելա նախկին ներկա այսպես կոչված իշխանավորներին պատժել։
Եվս մեկ անգամ ցավակցում եմ։ Մեր ողջ անձնակազմը այստեղ է, պարոն Աբազյան, Անդո, Տհաճմարտ, Սասուն, Վայ Ղազարյան եւ իհարկե բոզի տղեկ, Արգիշտ եւ Ազատուհի, Քրիստիկ եւ Ռուզիկ։ Ռուզիկ, այսօր դու ես ներս հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Это Գագիկ Ծառուկյան, ինչպես նաև Լևոն Օրդուխանյան, Կոմիտաս այգու ինչ-որ սեփականատեր, Կոմիտաս պարկի սեփականատեր։ Это կառավարություն։ Դավթաշենի թաղապետ Ալբերտ Հովասափյան իակնգա աղջկա տղու հետ միասին նստում է ձախ բակավո։ Վազգեն Սարգսյանի քուր Արամ Սարգսյան, Արտակ Զենալյան եւ Արամ Սարգսյանի ողջ ընտանիքը կնգա հետ միասին։ Ավելի շուտ Վազգենի քուրը Արամ Սարգսյան, դուք գնացեք ձեր տուն, ձեր կնոջ հետ միասին եւ պատրաստվեք ընդունել այսօրվա հյուրերին։ Պատրաստվում է նաև Արտակ Զենալյանը իակնգա հետ միասին, եթե ունես կնիկ, սպասում եք Արամ Սարգսյանն ստանը, ես հեսա կասեմ ինչ տենք անել, դուք կարա գնաք, բայց Վարդան Մամիկոնյանին սիրող Ալբերտ Հովասափյանը կարա մնա, նստի բոզի տղա։ Երևանի քաղաքապետարան բնականաբար, քաղաքապետ Տիգրան Ավինյան։ Ես քեզ այսօր շատ սպասում։ Արմինե Օհանյան, ուրին աղջկա հետ միասին։ Բանգլադեշ Օմինկրոպ լոգիստիկ կոմպանիա սեփականատեր Հայկ Վարդանյան։ Խոսք գնաց Բանգլադեշից տոներս գա նաև Նեպտուն Համիկ։ Սաղ Ահա։ Դավթաշենի թաղապետարանի համասեփականատեր Արթուր Գևորգյան, Վովայի Փեսա։ Փայլակը, Փայլակ Համբարձ Հայրապետյանը, Փայլակ թոներս գամ։ Վայ Ղազարյանը ստեղ է։ Այսօր մենք հետաքրքիր բացահայտում ունենք։ Արարատ քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Արսեն Հակոբյան, մնացած ուժային կառույցների ներկայացուցիչները այստեղ են, որ ասում վся семья в сборе, можем начинать։ Դե ինչ սկսենք հետվորի գալ։ Ուրեմն Արարատ քաղաքը ունի քաղաքապետ։ Ունի նաև քաղաքապետի տեղակալ Արսեն Հակոբյան։ Արարատ քաղաքում եղան ընտրություններ, սրանք էս ԿՊԱ-ական էս բոզի տղեկը, Արարատի մասան, քանի որ այսօր սաղ պատտվում է Արարատի շուրջ։ Զոմբի մասան շատ էր, սրանք դարան քաղաքապետ, փոխքաղաքապետ եւ այլն։ Ես մեկ-մեկ ես բնավորություն ունեմ մտնել, նայել, դուրս գալ եւ այլն, բանից պարզվում է Արարատի փոխքաղաքապետ Արսեն Հակոբյանը ունի 8-րդ դասարանի կրթություն։ Այսօր մենք խոսալու ենք անպայման կրթություններից նաև մի շարք մարդկանց, Աբազյան նաև քո։ Ուրեմն մարդը ելի ավարտել է 8-րդ դասարան։ Հիմա եթե Արարատ քաղաքի փոխքաղաքապետ Արսեն Հակոբյանի անձնական գործերի մեջ եթե անգամ կա էլ 10-ի ատեստատ, անպայման պետք է ստուգել, տեսնել է 10-ի ատեստատը իրոք այս մարդն ավարտել է, թե ոչ, որովհետև կեղծիք է։
միանշանակ համոզված եմ։ Նույնն էլ վերաբերվում է, եթե լինի հանկարծ ինչ որ մի բուհի դիպլոմ, կապ չունի կտվորուհիների բարձրագույն խորհրդի դիպլոմա, տոլի չգիտեմ այնտեղ ինչ որ լիֆտյորներից, հա ինչ որ մի բանի դիպլոմ եթե եղավ, պետք է միանշանակ ստուգել, որքանով է այս Արսեն Հակոբյանը ավարտել 10-րդ դասարանի այդ ատեստատը ոնց է ստացել, նույն հաջողությամբ այդ դիպլոմը։ Ուստի եթե Արարատ քաղաքում կան ընդդիմադիր գործիչներ, եթե այդպեսին կան կամ հասարակական հանրային դեմքեր եւ այլն, կարող են մի հատ հանգիստ ստուգել, որովհետեւ իմ ժամանակը չի հերիքում, հիմա էլ ես ընկնեմ Արարատի առաջին տեղակալ Անգրագետ Բոզի տղա Արսեն Հակոբյանի արխիվը քանդեմ, տենամ այս բանը տգետ գյոթը ինչա պրծել կամ ինչ չի պրծել։ Այսինքն ես ուզում եմ, որ Արարատի ժողովուրդը արձանագրեն, որ իրենցով կառավարում են տարական կրթություն չունեցող անձինք։ Եվ Արարատի ժողովրդի ուղեղի աշխատանքը, տգիտությունը, զոմբիությունը, անգրագիտությունը, անհեռանկարությունը, միամտությունը, տարբեր մարդուն շո մի բան տնենք, հասել է այն աստիճանի, որ իրենց քաղաքը վստահել են մարդկանց, ովքեր չունեն տարական կրթություն, բարձրագույն, լավ, միջնակարգ մասնագիտական կամ միջնակարգ բան կրթություն։ Դրա հետ մեկտեղ մարդիկ, ովքեր որ անցել են, այսպես ասած, իմ նման չի եղել, որ քաղաքական հետապնդում լինի կամ Վովայի կողմից անձնական վրեժխնդրություն տանեն, շորթումով սարքեն, վրեն կարեն, կողեն ծակը։ Մարդիկ անցել են բանով, խուլիգանությունով, գողությունով, չգիտեմ ինչով, դատվել են ու խնդրեն, պожалуйста, այսօր ղեկավարում են Արարատ քաղաքը, Արարատի ժողովուրդն էլ զանգում, բողոքում, որ պարոն Ղուկասյան, էտո մեր վիճակ ոռի։ Ձեր ընտրած քաղաքապետը եւ փոխքաղաքապետը։ Էլ ուրեմն ես արդեն եթե փոխքաղաքապետը ունի 8-րդ դասարանի կրթություն, ես արդեն պատկերացնում եմ, թե վարության պետերը 4-րդ կամ 6-րդ դասարանի կրթության մարդիկ են վերընկած Արարատի քաղաքապետարանում։ Շնորհավորում եմ Արարատի ազգաբնակչությանը։ Բողոքներով գանք։ Ես ստանում եմ գրեթե շաբաթական մի 10-15 բողոք հայաստանյան վարորդներից, ովքեր որ ասում են գանգատվում են նրանից, որ պարոն Ղուկասյան այս պլոնկեքի հետ կապված ռեյդերը, չգիտեմ, փոկում են բանը պլոնկեքը այդ ավտոների վրա խփված ու արևը մեզի խաշմա, էս անում, են անում, լավ, սես կարճ կապեմ։ Շատերը ցանկանում են իմանալ հանրային ձայնի կամ Վարդան Ղուկասյանի վերաբերմունքը պլոնկած մեքենաներին։ Ես պատասխան եմ, որտեվ այդ հարցը շատ են ինձ տալիս, ես ուզում եմ տամ, որ այսինքն պատասխանեմ, որպեսզի այդ հարցով հայաստանյան վարորդները ինձ այլևս չանհանգստացնեն։ Ուրեմն Վարդան Ղուկասյանը կողմ է, որպեսզի մեքենաները լինեն պլոնկապատած։ Ինչու։ Հասարակ պրիմիտիվ պատասխան։ Հայաստանը այն պետությունների, այն աշխարհամասի շարքում է դասվում, որտեղ տարվա գերակշիռ օրերի մեծամասնությունը գտնվում է ուղիղ արևի ճառագայթների տակ։ Հայաստանը նամանավան որոշակի մարզեր գտնվում են 350-ից 560% աղտոտվածության տակ, ոնց որ ասեմ խոսքի օրինակ Արարատ քաղաքն է, Զանգեզուրի մոլիբդենը եւ այլն։ Հիմա էլ դրան էլ գումարած նաեւ այդ բանը պլոնկեքի բացակայությունը, արևի ուղիղ ճառագայթները, դե խեղճ վարորդ խաշվի ժարի տեղի այդ մեքենայի մեջ, ոչ անդադ այդ արևի բանի տակ վարվի, ինչա որոշակի բոզի տղեկ Վայ Ղազարյանի դեմքով որոշել են, որ չպիտի մեքենաների վրա լինի պլոնկա։ Եթե Հայաստանը աշխարհական դիրքով գտնվեր, ասենք ուր Պրուսիայի տարածքում, Պրուսիան կամ Պրուսիայի տեղը լինես, Պրուսիան գիտես որն է Վայ Ղազարյան։ Պոլշա չէ, Պրուսիա, էդի Կալինինգրադն է։
գտնվեր Կալինինգրադի աշխարհագրական դիրքում, որտեղ տարվա 250 օրը ստայի տուման, բելի տուման, պախոշնա աբման, կասեի, հա, ինչին է պետք պլոնկեն, բայց էլի արևը խաշում էր ընդեղ այդ հուլիս, օգոստոս, հունիս ամիսներին։ Իսկ այս դեպքում, երբ որ արևի ուղիղ ճառագայթները ընկնում են մեր վրեն, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, ավելին տարվա մեծ մասը, ինչու՞ չէ նաև ձմեռն էլ ալնա, որ ձմեռը բայց այնց խաշում գնալ, այս խեղճ վարորդները մեղք են։ Կպցնել, պոկել, կպցնել, թազա համարանիշ արտադրել, թազա համարանիշ, վայ Ղազարյան խես արտադրան։ Եթե համարանիշները սպառվել է, մի հատ տառավել է սրա։ Համարանիշ թազա տառով խոսքի օրինակ։ Օրինակ Արգիշտ Քարամյանը կարավեկալի թազա համարանիշ խույ 777, են կողի բոզի տղեն բոզ 666, այսինքն շինեք մի տառ կամ մի թիվ ավելացեք, մի տառ։ Իսկ ինչ վերաբերում է սիրելի վարորդներ կապված պլոնկի հետ, հանրային ձայնի իշխանության գալու դեպքում թույլատրվելու է պլոնկա քաշել մեքենաների վրա։ Մեկը հենց վեկալում ենք Միացյալ Նահանգները հայ ժողովրդի կողմից սիրված Կալիֆոռնիա նահանգը, դե բոլոր մեքենաների վրա պլոնկա է, որովհետև տարին 12 ամիս այնտեղ արև է։ Նույնն էլ Հայաստանում։ Թող մարախլապատը լինի ընդամենը 12 ամսվա մեջ մի ամիսը օրերի կտրվածքով։ Այդ մարդիկ խաշվում են։ Հիմա քո ավտոյի վերից, վայ Ղազարյան, պլոնկը քիչ ես հանում։ Հա? Քիչ ես ուզում այդ գեղեցիկ գործ դեմքդ, որ գնում ես, գալում ես գործի ժողովուրդը տենան։ Բանա չէ, կոմֆորտից կզրկվես։ Բան չես կպես բանա շոֆերներից։ Այ գանդո։ Ես պատասխանեցի մեր վարորդների հարցին։ Մյուս բողոքը վերաբերվում է այսինքն բարձրաձայնում են զոհված զինծառայողների ծնողները։ Հիրավի ամբողջովին համամիտ եմ այս անձանց հետ։ Օրինակ, զանգարել է մի տիկին։ Ներկայացավ զոհվածի ծնող։ Ասես, որ ինքը աշխատում է, ամուսինն էլ է աշխատում, աղջիկն էլ է աշխատում։ Ոչ մի արտոնություն կոմունալ վճարների հետ կապված զոհված զինծառայողների ընտանիքները չունեն։ Սա աբսուրդի մեկ ժանր։ Երկրորդը, զոհված զինծառայողի ծնողները աշխատելով որևիցե մի հիմնարկությունում, կապ չունի պետական թե մասնավոր, իրենց աշխատավարձից պահվում է, այսպես ասած, բանակի ֆոնդ։ Եթե մարդը ստանում է մինչև 100,000 դրամ, կլորացնենք թվերը, ապա պահվում է 3,000 դրամ։ Եթե 100,000-ից ավել, ապա 5,000 դրամ։ Ես չգիտեի այս օրենքի մասին, այսինքն ես գիտեմ, որ գումար է պահվում, բայց որ զոհված զինծառայողի ծնողից էլ է գումար պահվում, ես դա չգիտեի։ Հիմա ես ուզում եմ դիմեմ Նիկոլ Բոզի տղու կառավարությանը եւ հարց տամ, այս նույն այդ բանին ազգային ժողով նստած պատգամավորներին, հələ են կպն մի կողմ, կպն լրիվ, են օդ ա դո յա Բոզի տղա գրած պեչատածա։ Լովիկս դարավ պատգամավոր, հեսակեթա բդերը կչռի, մուսկուլնին կհանի կդնի այդ սեղանի վրեն, սիրուշն էլ կնայի կասի, էնում արևնա, էնում կյանքնա, ազգային ժողովի մենակ, միակ, սիրուն, единственный սիմպո պատգամավորնի, ատե սիրուշը ճիշտա, չեմ վիճը։ Հիմա լովիկ, գնացիր տարար դեպուտատ, մանդատ վեկալար, ապրես։ Հիմա հարց, 3 տարի արդեն ատե վերա ընգած այդ խունտան, նախկին, ներկա, ղախպի տղեկի հավաքածուն։ Բալավ, ձեր դեպուտատների մեջ մեկի մոտ հարց չի առաջացել մոտենալ է տրիբունային և հարց տալ։ Այդ զոհված զինծառայողների ծնողները
Հայաստանի Հանրապետությանը տվել են ամենաթանկը իրենց որդուն։ Տարանք, գլուխները կերանք, բերինք լցինք փոսերը։ Կեսնե շնինք հաշվանդամ։ Եկեք խոսենք փոսը մտածներից։ Հիմա մենք ինչ բարոյական իրավունք ունենք զոհված զինծառայողների ծնողների աշխատավարձից բռնագանձենք 3000 անգամ 1 դրամ ինչ որ բանակի ֆոնդին։ Այն դեպքում երբ որ ես երեք էր, չէ՞, երեկվա հաղորդման ժամանակ ես մի հատ ցելի ցուցակ կարդացի, Լենագանցի Մարտունիկ, Դոդի տղա, Արշակի տղա, Վովայի տղա, Տարոն Մակարյանի տղեկ եւ այլն, որոնք որ առհասարակ չեն ծառայել։ Հիմա սրանք էլ 5000 դրամ իրենց աշխատավարձից տան, զոհվածի ծնողներ 5000 դրամ ի աշխատավարձից տան, համ տղուն տա, համ աշխատավարձից տա, զոհվածի ծնողը էլ ինչ տա ձեզ, խեր տա, որ դնեք ձեր կնանիքի բեյնի մեջ, լավ է։ Ես որ ասում եմ, զվիզդավ շոկ է։ Ու պատգամավոր են կոչվում, են պատիվ ունե մի բոզի տղեկը, Ռոբիկի, Մարտունիկ, այ խախպի տղա, սաղ ցեղդ ազատված է բանակից քեզնից սկսած, սաղ ցեղդ։ Բա դու չես լմասես, Նիկոլ, եթե այդքան պլոր ունես, արի պլորը ստես, մարդը տղուն տվել է, մի հատ էլ պիտի աշխատավարձից տա, համ կոմունալ վճարի, այդ նույն էլեկտրոցանցերը, նույն աղբահանությունը, նույն գազը, նույն ջուրը, այս մարդկանց համար գոնե պիտի զերճեր սամա, լավ, հիմա այս մարդիկ հələ ջայել են, ինչ որ միտեղ, աշխատում են իրանքյանց պահում են, բա վաղը մյուսօր, այս նույն ծնողնիքը, որ երբ որ արդեն անցան այդ ծերունական 65 եւ ավելի, իրանքյանց ոնց են պահելու, տղուն տարակ, ճամփիկ գնաց, այս մարդիկ իրենց ծերությունը ոնց են ապրելու, առանց որևիցե արտոնյալ մի զեղչերի, առանց որևիցե մի բանի։ Բոլոր հիվանդությունով ազատված այս օլիգարխ կոչված բոզի տղեկի լակոտները, ես ասել եմ, ես եթե անգամ, ու ես անպայման գալու եմ, եկա սրանց 27 տարեկանը լրացած եղավ, նախ դադվում են, անպայման։ Եվ սրանք, չգիտեմ, Գագոյի տղա կլնի, Արշակի տղա կլնի, Վովայի տղա կլնի, դատվում են սրանց բանակից ազատածները, դատվում է տվյալ գործով զբաղված զինվորական դատախազը, ով այդ ժամանակ եղել է, ինձ կասայիցա չի անում, բժիշկները սենց են գրել, փորձագետները եւ այլն, ու առելի միլիոնավոր դոլարների շտրաֆ է դրվելու սրանց վզին, բանակի ֆոնդ վճարելու համար, միլիոնավոր, ոչ մի միլիոն, ոչ, ասենք կոնկրետ Դոդի Գագոյի դեպքում, մինիմում 30 միլիոն դոլար Դոդի Գագոն վճարելու է բանակի ֆոնդին, մի տղու համար, մինիմում, Գագո, այդ է, այդ դու հել է հայտարարել ես, որ ինձ 200,000 դոլար փող տվել ես, Գագո, հա, դու ինձ 200,000 դոլար փող ես տվել, Գագո, Գագո, դու ինձ 200,000 դրամ դաժե փող տված կաս, Գագո, մի անգամ 5,000 էիր տվել, մի անձի միջոցով հետ է եղել գետ, չի ասել է 5,000 թոտանի կողի կամագը, ասել եմ, այդ ինչ փողեր ես դու ինձ տվել այդ ա, ես քեզնից կվարցիրա ուզեցի, ասի ես ուզում եմ գամ, դառնամ Լովիկի հարևանը, որ Բելայի հետ բարձանամ Լովիկենց տուն, կոֆե լատե խմելու, չտվիշ, ջիպ ուզեցի քեզանից, ասի մի հատ ջիպ եմ ուզում Գագո, ոնց է լավ Նիկոլին նիվա դեն թվերին, նիվեն բաներ ջիպ էր էլի, աղջի, Ստենայի, ինչ ես նայում, ինչ ես մտել, հետ ուր ես մտել աղջի, ես խոսում եմ դու հեռախոսի մեջ ես մտել, Նիկոլին նիվա տվիշ, ճիշտ է հետո վառիշ, բայց տվիշ, անձի մի հատ ջիպ չի հասնա, ասենք GMC, էլ ինչ կա տենց, Սուպերբան, եւ այլն, բայց երկար չէ, կարճ,
Անչի, 200,000 չի, 100,000 դոլարա, են մի տարվա, 2 տարվա բաբշե կներներ ժաներն, իմ ավտոներն ուր են գագո, ու դու հելը մասում ես, աչ ու ձախ, ռեխդ շաղ ես տալեմ, որ դու ինձ 200,000 դոլար ես տվի այդ տղով, բայց ես ոչ չասեմ, տվողի մորն էլ ալամացսնի, վեկալողի մորն էլ ալամացսնի, մուտի տանողի մորն էլ ալամացսնի, ատեն սոխ ծսնեն, Նեպտուն համիկ խզգներ արդեն, Սնել լսմա, հիսշմա բասեյնի միջի ջրերը, զմպը, պատվոդնի մինետ, ես ես կանալ դարնամ, Ինչ մախտար մարդ ու էլ արգագո, Եղք, ես կատեգորիկ դեմ եմ, որ զոհված զինծառայողի ծնողները իրենց աշխատավարձից ինչ-որ դաժե 1 դրամ տան բանակին, իրանք տվել են ամենաթանկը։ Ինչևից է, ես հույս ունեմ, որ զոհված զինծառայողների ծնողները կհիշեն այս իմ կողմից տված խոստումը եւ ընտրությունների ժամանակ չեն գնա ընտրեն Ռոբիկ, Սերժիկ իրանց թայֆով, որոնցից ոչ մեկը բանակում չեղե, չեն բերի Ձերժավայի, Արկադիկա, Սլավիկայիդ, Ծառի արմատը փչացնող պորնիկի տղուն կամ Մարտունիկին նորից բերեն դնեն պատգամավոր, հետո ասեն վայ, Վարդան Ղուկասյան, ասենց էլավ, անենց էլավ, հիշեք այս օրը, Քանի որ գնաց խոսք, էտա գագո, Այսօր ֆրամ կյուքամ կայնեմ ես քո գլխին։ Ուրեմն իմ ականջին հասերա, որ Արարատ քաղաքում ցանկանում են բացել նոր ցեմզավոդ։ Չինական արդի ժամանակակից տեխնիկայով։ Լևոն Օրդուխանյան Կոմիտաս պարկի շորշ սեփականատերն է, այդպես տեղեկություն եկե, միգուցե սխալվում եմ, անունազգանունով բանով, որ այդտեղ ուզենալի զավոդ բացելի։ Բայց էտա գագոյ շատ խիստ նեղվելի։ Ինչից ես նեղվում գագո։ Նախ քո Արարատի ցեմզավոդը ես իմ 20-ամյակների տեխնիկան բերե դրել ես, որ արդեն իրոք մաշվել է հոգեպես, բարոյապես եւ այլն, թունավորում ես փոշին ցրծպում ես սաղ Արարատ քաղաքով մեկ, դա մար յուրաքանչյուր երրորդ ռակա, տալիս ես գրոշ աշխատավարձ քո բանվորներին, հիմա էլ ասում ես չպիտի թույլ տանք, որ Արարատ քաղաքում բացվի զավոդ, դու ով ես, որ թույլ տաս կամ չտաս, Այդ ժողովրդին էլ որ հանում ես, մեկ ու մեջ ղրգում ես միտինգի Արարատի թաղապետարանի դեմը, անհաց, անջուր եւ այլն, որ թույլ մի տվեք, բողոքեք, էկոսիստեմը վնասում է, քո զավոդն է ամենաուժեղ էկոսիստեմ վնասողը։ Այս նոր գործարանի բանը, որ ես նայեցի, բացարձակապես ոչ մի էկոսիստեմի վնաս, գումարած դրան, կանաչապատում, մանաչապատում էլ զավոդը պիտի անի, գումարած դրան ավելի բարձր աշխատավարձ պիտի տա իր բանվորներին։ Հիմա Ես նախ ուզում եմ դիմեմ Արարատ ցեմենտի բանվորներին, սիրելի բանվորներ։ Ես ձեզ հորդորում եմ ոչ մի պարագայում չմասնակցել Գագիկ Ծառուկյանի կողմից հրահրված այդ միտինգներին, եթե մոտ ապագայում նման բան լինի։ Եթե անգամ ճարահացյալ, ստիպված, որ ձեր աշխատանքից չզրկվեք, գնաք այդ միտինգին տեղը, այնքան որ Հավայի գնացեք, որովհետև երբ որ այդ զավոդը բացվավ, դուք Արարատ ցեմենտի, այսինքն տասնամյակներ կամ երկարատև ժամանակ աշխատած բանվորներդ գրգմբ տեղափոխվելու եք նոր զավոդ, ավելի բարձր աշխատավարձով, ավելի անվտանգ բանով աշխատանքային պայմաններով եւ ամենակարևորը զավոդը չի թունավորի Արարատ քաղաքը եւ կզրկի այդ նվերիկին մոնոպոլիայից ցեմենտի մոնոպոլիայից, սմա Պարսկաստանի ցեմենտը քակցերեսանում չես թողում, զավոդեն ուզում բացեն չես թողում։ Ես դիմում եմ այդ նոր գործարանը, որ պիտի բացի, տվյալ զավոդի սեփականատիրոջը, չգիտեմ որքանով է ճիշտ է անուն ազգանունը, միգուցե սխալվում եմ, որ եթե այդ գործարանը կզգա հանրային աջակցության կարիք Վարդան Ղուկասյանը պատրաստ է անվճար
աջակցել այդ գործարանին, որպեսզի այդ գործարանը րոպեմ շուտ կառուցվի, ապահովի նորմալ աշխատատեղ, ապահովի բարձր աշխատավարձ, վճարի հարկերը պետությանը եւ զրկի այդ գագոյ մոնոպոլիայից, ցեմենտի մոնոպոլիայից, տեխնիկանա չինական որակյալ։ Ահա, որպեսի գագոն հետո չլինի հայտարարի, որ $200,000 ընձի փողա տվե։ Դու սկինձի դրամ չես տղա այդ տղա։ Հերիք չի լավ, տենց ապրծպրծ էր բերաները շախտակ։ Երնեք չէր, դու ինձ $200,000 փող տվածել էի։ Ոնց էիր տալու։ Ինձ հետարքի է 200,000-ը, այն ոնց որ այն ջերմուկի բոզի տղեն էր ասում, 300,000 փող ուզերա։ Ոնց էիր փոխանցելու $200,000։ Հələ մի հատ գնա բանկ փոխանցում արա։ Եվ ուր։ Բանգլադեշ Օմնիկրոպ լոգիստիկ կոմպանիա սեփականատեր Հայկ Վարդանյան մարդկանց աշխատասնմա փողերը չի տալը կոնկրետ քաղաքացի Ռոբերտը Եվրոպայից զանգահարերա ասմա 600,000 դրամ ինձ գցելա եւս 10 աշխատողի Ուրեմն Հայկ Վարդանյանին հորդորում եմ տեսեք շատ հանգիստ առանց ինչ որ իրանց տուն փղերով ուխտերով գալու Օմնիկրոպ չգիտեմ ինչ քակովա զբաղվում է այս կամպանիան քաղաքացի Ռոբերտ եւ նմանների գումարները հրատապ կերպով վերադարձրեք որpիսի հետո ձեր ընտանիքի անդամները չկաշկանդվեն փողոց դուրս գալու Ես մի բանից զգուշացնում եմ, հետո չասեն, մտավես մարդկանց տուն, էլ դուրս չեկավ։ Այդ զանգահարենք մի հետաքրքիր վայր։ Մենք զանգում ենք փալակի գործով տուժածին։ Ես ուզում եմ որ ինքս գա, որ էսի անեմ զանգում։ Այո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև բոլոր հայրենակիցներից նաև։ Այ հիմա լսում եմ ձեզ։ Ահա, այդ լավ է։ Մեզ փոխանցեցին, այսինքն ինձ փոխանցեցին, որ դուք ձեր բողոքն եք ուզում բարձրաձայնել կապված Փալակ Հայրապետյանի հետ։ Ինչ-որ դեզանից ինչ են խլել, չգիտեմ, դուք ունեք 3 րոպե, ես լսում եմ ձեզ։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն Հայրապետյան Փայլակի թորնուհի Աննա Հայրապետյան Վարդանի ամուսինն Ղարիբյան Գեղամ, որը հանդիսանում է Շանթի Յուրայի եղբոր տղան, Ղարիբյան Գեղամը։ Ամուսիններով 2017 թվականին Ինձնից իմ բնակարանը խլեցին, խաբելով, ես վաճառում էի բնակարանը, շատ արագ ասեմ, նախապատմությունը։ Բնակարանս վաճառում էին, առաջարկեցին բնակարանը տամ իրենց, ձևակերպվի իրենց անունով, արքու վաճառքով, իրենք բնակարանը դնեն բանկ, բանկից հանեն գումարը, ինձ գումարը տան։ Համաձայնվեցի, գործարքը արվեց, առանց գումար ինձ տալու նախորդ։ Գործարքը արվեց, իհարկե ես թուղթ վերցրեցի իրենցից, որ պարտավորվում են տարի ու կեսում, եթե գումարս չտան, այդ ընթացքում իրենք ետ են վերադարձնում իմ բնակարանը, նման փաստացի ապացույց թուղթ տա։ Դրանից հետո իրենք անմիջապես վերցնում են տվյալ բնակարանը ու Արքու վաճառք են ձևակերպում նորից, վաճառում են գումարի դիմաց են տալիս թե ինչ, տալիս են մեկ այլ անձի, անունը Ռուզան։ Հետո դրանից հետո, մի 2 ամիս հետո, իրենք Ռուզանի միջոցով այդ բնակարանը $35,000 վաճառում են մեկ այլ անձի։
Այսինքն, ու այս ամբողջով եւ դիմել են ոստիկանություն եւ այլը դատարանը գտել է որ սա խարդախությունա պետք է գործը քննվի։ Գնաց Արաբգիրի քննչական, Արաբգիրը ես համարվում եմ արդեն դուժող համարվեցի, մեղադրյալ Աննան համարվեց, գնաց Արաբգիր, որպեսզի գործը քննի։ Էդի որ թվին։ Արոն Ղարդյան, ինչպես։ Որ թվին։ Երբ համտե Արաբգիրի բան քննչական։ 2019-ին մտել է Արաբգիրի քննչական, 21-ին, 19-ից մինչև 21-ը ոչ մի բան չէ, ես գնում էի դռներն էի ջարդում բան, ոչ մի բան քննչականի, 21-ին որոշեցին, որ պետք է գործը քննվի։ Անմիջապես կանչում են, չեն գալ, իրանք իմիջիալից ոչ մի դատավարության չեն մասնակցել, չեն եկել։ Դրանից հետո հոդվածը դրեցին վրաները 178-ի 3-րդի առաջ մասով հայտնվեցին, ի հայտ եկան, ու այդ ընթացքում մի շաբաթ հետո արդեն քրեական գործը հարուցվել է, պիտի տան դատարան, մի շաբաթ հետո իրանք գործերը փակում են ու ավարտվում է։ Ղուկասյան ջան, կներեք, Ղարիբյան ասեցի, Ղուկասյան ջան, ստիպված նորից տալիս են դատարան, նորից դատարանը գտնում է, որ իր սահմանադրական իրավունքը խախտվել է, ուղարկում է նորից Արաբգիրի քննչական, որպեսզի գործը քննվի։ Դե Արաբգիրի քննչականը ներողություն, Արաբգիրի քննչականը ամենակոռումպացված Երևան քաղաքի քննչական բաժինը եղել է ու մնում է։ Արաբգիրի քննչականի պետը, քննիչները դրանք բոլորը դատվելու ենթակա ապրանքներ են։ Ես հիմա ուզում եմ հասկանամ, իսկ դուք դիմել եք Աննա Հայրապետյանի պապիկին, պարոն Փալակ Հայրապետյանի։ Բա ինչ ասում էտա տուժած մարդ։ Մանրամասները չեմ ասել, որովհետև բավականին լայն մանրամասներ։ Չէ, լայնը պետք չի։ Պապին ինչ ասում։ Այո, պապիկի մոտ գնացի, ասեցի, որ նման գործողություն է կատարել ձեր թորնիկը, մենք գործ չունենք։ Ինչի՞։ Չենք խոսում։ Իր հետ մենք չենք խոսում, ինքը խուժան է եղել, ինքը էս լսի հարգելիս ասեմ, ինչ նշան ասեմ, նման գործողություն է արել, թող գնա դատվի, բացարձակ, ոչ, պորտմանն է բացել, ցույց տալ, ասում այցա, 10,000 դրամ ունեմ, ես չեմ եկել, ես փող չեմ տվել, ես գույք եմ տվել, որ այսօր իմ երեխան մնացել է։ Իսկ Աննա Հայրապետյանը աղջիկա երեխեն է, թե տղու երեխեն է, ընկեր Փալակի։ Վարդան Հայրապետյան, որ դատախազ է եղել։ Ու դատախազի աղջիկը սենց ագարկա է։ Այո, ուրեմն իհարկե։ Հետաքրքիր դասը։ Հայրապետյանն էլ հաստատեց, որովհետև երեխայա ինչ որ թող է ամուսնացած է եղել, երեխան թողել է ամուսնու մոտ, ինքն ասել է, այդ երեխային չտակ, Աննային ինքը չի պահի, նման ինչ որ բան է։ Ես դրա համար ասում եմ։ Փաստորեն Աննա Հայրապետյանը ամուսնացել է, բջին թողել է, եկե մտել է Ղարիբյան Գեղամի Փաչեքի արանքը։ Այդտենց եղել է։ Այո, հենց է։ Թաղ եմ քեզ, Աննա։ Հետո սա հետո ես այստեղ կուզեմ մեկ հատված էլ ներկայացնեմ։ Ահա, հետաքրքիր է։ 2020 թվականին հարկադիրը գտավ, որ Աննա Հայրապետյանը Փայլակ Հայրապետյանի եւ մնացած թորների հետ համատեղ ՍՊ ունեն Եվրոմոթորսը, որը գտնվում է Գրիգոր Լուսավորիչի վրա։ Ահա։ Ու դա դրեցին կալանքի։ 2020 թվականին դրվեց կալանքի։ Դրանից հետո դա ասեն գիտեմ որ կա, դե որ գումար չի, բայց նա կալանքից դուրս չի գալի։ Ես այս վերջերս պարզում եմ, որ Եվրոմոթորսը գնել է ով Ծառուկյան Գագիկը։ Ո՞նց է գնել, չեմ մտադրված կալանքի։ Շշմել եմ, խելագար վիճակ, ո՞նց է գնել։ Այդ թողել եմ այդպես, թե ոնց է Ծառուկյան Գագիկը գնել այդ Եվրոմոթորսը, չէ որ դա դրված էր կալանքի։
Գագոն նայում աշկերիս մեջ, Գագոն չի կարող նայ աշկերիս մեջ, ես հիմա նայում եմ դեմքին, աշկերը կախելա շալվարի ցեպի հետ է խաղում։ Դուք շարունակեք։ Պարոն Ղարիբյան, ես հիմա դիմում եմ, ես գիտեմ, որ բոլորը լսում են։ Այդ որ Աննա Հայրապետյանը, Գեղամ Ղարիբյանը, այտենց լավն են, պայքարում են այտենց իրանց առած, իրանք էլ առ են համարում, գիտեք։ Իմիջայլոց ասեմ, շնորհակալ եմ բոլոր դատավորներից։ Անմիջապես գործը նայել են իմ թիկունքում էլ մարդ չկա, ոչ է փաստաբան կա։ Ես ինքս ներկայացրել եմ գործը, դատավորները ոչ մի կողմնակալություն, ճիշտ։ Հիմա դուք ընկեր Փայլակը, որը եւս հանդիսանում է տուժող մեկ այլ քրական գործով, որը վերաբերում է Գասպարյան Վովայ։ Էլը չէ իմ տունը խլին, իմ ձեռից էսի խլին եւ այլն, բայց հիմա դուք չեք ասում, պարոն Փայլակ, քեզնից Վովանա խլե, ըստիս քո ագարկա թորնա խլե։ Հիմա ինչ տենք անիլ, ինչ ասեմ։ Առավել եւս, որ ես մենակ մտածում եմ տղա երեխա, այդ երեխեն այսօր կանգնած խնձորա վաճառում կամ տանց իր հնարավորության չափի, որ ես այս գործերը տանեմ, իհարկե ես մշտապես իր մոտ եմ։ Այդ տղա երեխան դաստիարակված է այնպես ամբողջ, ես ներողություն եմ խնդրում իմ ազգից, պարոն Ղուկասյան, բայց իմ երեխուն այնպես եմ դաստիարակել, որ այդ ամբողջը տեսնելով հանկարծ չթեքվի ուրիշ վատ բաներ։ Չէ, ձեր երեխան պիտի այնպես դաստիարակվեր, որ իր տանձը տար Աննա Հայրապետյանին, բայց դուք կուլտուրական երեխա եք դարձել։ Հիմա ձեր գործը գտնվում է դատարանում։ Գտնվում է Արաբկիրի քննչականում, ես հասկացա 3 առաջորդն եմ եղել քննչական, ինձ զանգեցին, կանչեցին, գնացի, ուրեմն ես հասկացա, որ այդտեղ ուզում են նորից նույն ձև անեն, փակեն գործը, թողեն, ես էլ դիմեմ Եվրոդատարան, գնա ասեն, ապրինանա ջան, ոնց ուզում եք քո երեխա։ Ձեզ ամենայն ուշադրությամբ լսում եմ, շնորհակալություն, լավ։ Ձեզ ամենայն ուշադրությամբ լսեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ ընկեր Տհաճ Մարդ, եւ ես հույս ունենամ, որ Տհաճ Մարդը այժմ հետևություն կանի Արաբկիրի դատախազի հետ միասին, որպեսզի ձեր տան գործը հանգարց չփակվի։ Հակառակ դեպքում ես արդեն գիտեմ ինչ կանեմ Տհաճ Մարդու հետ։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Հաջողություն ձեզ։ Это Գագոն Եվրոմոթորս առեջա, Գագո, Հարստաննու, բա այդ Եվրոմոթորս առնում մաղարիշ չաննում, Գագո, ընկեր Փալակ, ես հաց էր դաստիարակած թորը, հա, այ քեզի թոր, ես Արաբկիրին չեմ ուզում քննչականի պետին թաղեմ, բայց եթե ես քրական գործը փակվավ, это Աննայի ամուսին Գեղամ Ղարիբյանն անձամբ ծծում Արաբկիրի քննչականի կնգան ու ամբողջ քննիչների կնգան, ովքեր որ աշխատում են Արաբկիրում, նաև յանցել հետ։ Մերոպը քանի որ գնաց խոսակցություն Դավթաշենի թաղապետ Ալբերտ Հովասապյան ստենդափ երեք հանրային ձայնը զանգահարել էր Ալբերտ Հովասապյանին ասում է ես ինչ իմանամ Վարդան Մամիկոնյան թե Վարդան Ղուկասյան թե Ադոլֆ Հիտլեր դրանից հետո զանգից հետո Թաղապետարան էր այցելել մեր ավականին Պարոն Հովասապյան արդեն ինձ նկարագրեցին որ փոշմանել էր իր արած արտահայտությունների համար նո պոյստ ու շոլ մենք հետաքրքրվեցինք եւս մեկ անգամ ինչա կատարվում Դավթաշենի թաղապետարանում
Նախ Դավթաշենի թաղապետարանը մենք ասել ենք, որ ունի համասեփականատեր, это Գասպարյան Վովայի Փեսայ, ընկեր Արթուր։ Դավթաշենի իրական թաղապետի կաբինետի վրա գրուկ պեչատուկ Հայաստանի բոքսի ֆեդերացիա։ Ըստ հատակագծի Դավթաշենի թաղապետարանը 4000 քառակուսի մետր է, մոտավորապես։ 2000 քառակուսի մետրը սեփականաշնորհերա Վովայի Փեսեն, մի րոպե, իա աներձակի աղբոր աներձակի անունով, սենց մի հատ բլդ, չգիտեմ ուր դեմ գրե, կարևոր էլ չի, աղբոր աներձակի այդ անունով այն, շոր սենց մի հատ բան, տակ, այսինքն թաղապետարան մտնող աստիճանները սեփականներն, ընկեր Արթուրինակ, ուզի կփակի, ուզի կբացի, կաբինետը, որտեղ սիձիտ, դորժն սիձետ սամ ցայր, փագա վրեն գրածա բոքսի ֆեդերացիա։ Ես զանգահարել էի, որ ընկեր Ալբերտ Հովասապյանին հարցնեի, երբեք դուք տրամադրված նստել ձեզ համար տրամադրված հատկացված կաբինետը։ Ասում է Վարդան Ղուկասյանն է, թե Վարդան Մամիկոնյանն է։ Ասում է դուք մեղադրվում եք, հետախուզման մեջ եք եւ այլն։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն էլ է հետախուզման մեջ։ Ուրեմն ես հետաքրքրվա, ով է Ալբերտ Հովասապյանը պաժիզնի։ Բանից պարզվում է, բառ չեմ կարողանում գտնել, ով է այս բոմժը։ Երբ որ մարդուն ընկեր Սիսի, մենք հեսա քեզ կանադառնանք, բերեմ դնում եք թաղապետ, մի հատ հլը տեսեք այդ մարդը ով է, օրինակ։ Վարդան Ղուկասյանը, երբ որ 2017 թվականին դուրս եկավ Նուբարաշենք հրակատարողական հիմնարկից, վարկ վերցրեց Յունիբանկ, Ինեկո բանկ, միշտ էլ ասել եմ, տեխնիկային, որ առնում ես, տալում ես, տեխնիկան մնում է խանութում, քեզ դրա կես փողը տալում են, դու սիկտիր ես ըլլում, ատենց վերցրել եմ Ինեկո բանկից, և Յունիբանկից 500,000 դրամ, են որ պասպորտը տալում էր, եթե բանկային պատմությունը գումար տալում էր, և այդ գումարով ես հեռացել եմ, իմ ձեռը փող չի եղել, վաճառելով իմ բնակարանը Չարբախի, 35,000 դոլարով, ես անմիջապես քաջ գիտակցելով, որ այն ժամանակ ինչ բլոգեր, ինչ YouTube, ինչ հանրային ձայն, ես այլևս չեմ վերադառնալու Հայաստան, բայց ես իմ պարտքը էշ, Ինեկո բանկին և Յունիբանկին մարեցի 100%-ով։ Իսկ ընկեր Դավթաշենի նորանշանակ թաղապետ Ալբերտ Հովասապյանը, on բոմժ, են որ ասում է, ցած նենաստայաշի իլի նիշի, բանից պարզվում է, եսա դնեմ, որ ոչ մեկ չասի, ատենց բան չկա, ատիք սուդ է, միրոպ, են որ ասում է, պաստերով, հման ուրին պաստերով, հտրեմ, Ստե գրուկ է վին մասին է խոսք։ Ամերիա դատարանը վճռեց։ Ամերիա բանկ փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Ալբերտ Ռաֆիկի Հովասապյանի գումարի բռնագանձման պահանջի մասին բավարարեց։ Ալբերտ Ռաֆիկի Հովասապյանից հոգուտ Ամերիաբանկ փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 49,515 դրամ 8 լումա, որից վարկի մնացորդը 28,848 դրամ 3 լումա, այսինքն այս մարդն 28,000 դրամ չի ունեցել վարկ փագի, հիմա եկերա դարերա թաղապետ, ես հիմա պատկերացնում եմ ինչ ձևացնելու Դավթաշենը ամբողջ եղած չեղածով համայնքով, որ կարողանա վաղը մյուս, որ կարողանա որպես մարդ գոնե մի քիչ ապրի, ուրեմն կնիգն աշխատեմ,
աղջիկը ինչ-որ բուկմեկերային գրասենյակը մա դլոն տալն պաղ-պաղ ջրեր, դրի տելեգրամ կանալ, տղեն համոզված են բանակ երևի չի էլ ծառայի և այլն, 28,000 դրամ չի ունեցե 10 քանի դատական նիստ ա եղե, որի արդյունքում նոր 49,515 դրամ բռնագանձել Թաթար Ռուբոյի բանկի հաշվին։ Ձիշով կա Թաթար Ռուբո ադրբեջանական բերթում ծսնի կնգար աղջկա տոտ, որ 49,000 ինչ 28 դու չես ունեցե, որ բանկին 10 ու ես բոմժը եկ է դարելա թաղապետ, հիմա էլ ասում ես եկել եմ Դավթաշենը ծաղկացնեմ, դու եկել ես Դավթաշենը ծաղկացնես բոզի տղա, թե ընտանիքիդ ծաղկացնես, դրա համար էիր ասում Վարդան Մամիկոնյա, հա, հետաքրքրվա, ասում եմ ինչա պրծե, ինչ կրթություն ունի ես գանդոնը, բացում ենք, իա կենսագրությունը ինքը, մի տար ոչ ես կոմ, ոչ են կոմ, կարդում ենք, Դավթաշեն վարչական սրճանի ղեկավար Ալբերտ Հովասապյան, Սևքարին գրվես, նոյեմբերի 23-ին Երևանում ցրտվել է, 78-ից 88-ին ավարտել է Մարտիրոս Սարյանի անվան 86 միջնակարգ դպրոց, well, ուշադրություն ստեղ, 91-ից 95 թվականներին սովորել է արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերություններ բաժնում, թիվը մի հատ խնդրում եմ ֆիքսեք, 91-95, եսի մի կողմ, 92-ից 94 ծառայել է ՀՀ զինված ուժերում, 95-ից 98 եղել է մարս 95 ՍՊՀ տնօրենը, չգիտեմ ոնց, այդ արդեն իազնականն է, աշխատել է հայ էկոնոմ բանկի Շահումյանի մասնաճյուղում որպես տնտեսագետ ու տես գնաց։ Հիմա 91-95 թվականներին նորից եմ կրկնում, սովորել է արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերություններ բաժնում։ Լավ, այս կարգի անասուն Զադո համ սովորել է, համ ծառայել է, ընդունենք ֆանտաստիկայի ժանրից, համ սովորել է, համ ծառայել է, բայց այ բոզի տղա, ինգեր դատախաս, ստենայի, գանդոն, 91 թվին, խորհրդային Հայաստան, Հայաստանը անկախացել է 91 թվի սեպտեմբերի 21-ին են, Արա Մանուկյաներին չեր ինչ այդ մարդան ազգանունը, հելավ, կարդաց անկախության հռչակագիրը մեր հայրենիք, թշվառանտեր, երկեն անկախացան։ Հիմա 91 թվին դու ոնց ես սովորել մի ինստիտուտում, որը ֆակտիչեսկի, ֆիզիչեսկի, յուրիդիչեսկի չէր կարող գոյություն ունենալ, որովհետև 91 թիվ դեռ եղել է սովետական միություն կամ խորհրդային միություն։ Ընդունելության քննությունները պիտի լինեին ամռանը 91 թվի։ 91 թվին մենք հələ սովետ էր։ Են մուրճում անկախ աստղ, դրոշտ էր։ 91 թվի սեպտեմբերի 21-ից հետո նոր անկախացել ենք ու վարքյանական այդ բուհը ստեղծվել է, դու էլ վարքյանական գնաց մտե ավարտել ես, ինչ ավարտել։ Արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների բաժնում։ Ուրեմն ես պահանջում եմ իմ ավականուց հնարավորինս արագ սրա դիպլոմ եւ այլն կոպիաները պահանջել եւ տենալ սրա դիպլոմի իսկությունը։ Սովետական Հայաստանը թող մախիմը հեր տվա։ Են ջերմուկ ինչ են Արսենյան բոզի տղա 3։ Ու ասենց շարունակ մարդը ավարտել է գոյություն չունեցող բու, կեղծ դիպլոմ։ Ու հիմա բերենշանակել են թաղապետ, այս բոզի տղուն։ Մի հատ էլ ասեմ կարող է Վարդան Մամիկոնյանն է, ոչ, Յուլի Ցեզարն էր զանգե քեզ, բոզի տղա։ Ուրեմն Արսեն Զաքարյանը ուզմած ծսցնի կնգատ, ես մեծ հաճույքով Արսեն Զաքարյան ասում եմ ծսցրա, բայց միայն Արսեն Զաքարյանով չի։
Հա, դատավորն է Ձիաննա Հովանիսյանն է եղել։ Մի րոպե։ Քանի որ ես խոսք էի տվել, որ դու գնալու ես ձեր կուսակցության ղեկավարի տուն, նավարին ծծցնելու։ Մի րոպե։ Եվ հերթագրվել էին մարդիկ, ովքեր ուզում էին ծծցնեին եւ քեզ, եւ Վազգենի քավորը, իասաղ ընտանիքով, ես խնդրանքը չեմ մերժ այդ մարդկանց։ Վազգեն Սաքսյանի քուրը սպասում է արդեն քեզ եւ հյուրերին իրանց տանը ելնելույա դիսկոտեկա, վեչերին կա, այն որ գեյ փարթիալը պարադալում է, այդ տիպի, մի րոպե։ Էս էլ ցուցակը, ովքեր են հերթագրվել։ Երաժշտության տակ ընթերցենք։ Ուրեմն Ճապոնիայից ազգությամբ ճապոնացի Տո Յաշա Տոկանավա Օբոսրի Զանավեսկու, Ռումինիա, Սունխույ Վչայ Վին, Չինաստան, Ապստուլա Զադամբեկ, Արաբիա, Վячеслав Կոպոյակին, Ռոսիյսկա Ֆեդերացիա, Միկա Խերովայնեն, Ֆինլանդիա, ինչպես նաև Սահակա Իրկուտսկից, Արարատի ցեմզավոդը, Արարատի պոլիկլինիկան, Ավշար գինու գործանի ողջ անձնակազմը, Արարատի ոստիկանությունը, Արմավիրի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Եղվարդի քաղաքապետարանը, Վարդենիսի Արշին Ինվեստ բանկի մասնաճյուղի ողջ աշխատողները, Սևանի 103 շտաբօգնության ենթակայանի աշխատողները, վարորդներով հանդերձ, Մարալիկի շուկայի ողջ առևտրականները, Թալինի քաղաքապետարանը, Վայքի ռազմական ոստիկանության բաժինը, Մեղրի մաքսատունը, Ղափանի հայ էլեկտրոցանց ընկերության ողջ աշխատողները, ՀՀՊՆ ռազմական ուսումնարանը Խամփերյանցի անվան, Սլավոնական համալսարանի ողջ ուսանողները ծսնում են այս երաժշտության տակ, մտնում են Վազգեն Սարգսյանի քվոր տուն, այս երկի տակ ընկերով Ասապյանն ծսնում է Վազգեն Արամիկ ընկան, Это հմեն աշխատողներ, կոլեկտիվնի, ես հաչելի երաժշտության տակ պարում ու ծսնում, Это համ սրա ընտանիքին, համ Արտակ Զենալյանի ընտանիքին, համ Վազգենի աղբոր ընտանիքին, բոզի տղեկ, ասեցեք Դավթաշեն կառավարը, տեմպով, Ղախպի տղա, դիպլոմը կեղծ, գումար շունեցեք գումար վճարի, ինձ էլ ասում է կարողա բանա, Վարդան Մամիկոնյանը Հայաստանում անդամակրված Պարսկաստանի դեսպանատան ողջ աշխատողներով ծսցնի աղջկատ, բոզի տղա, բայել ենք, սա Արարատի ժողովրդին հրավիրում ենք Արամ Սարգսյանես տուն, բացօթյա դիսկոտեկի, ես պայից սկսում ավ, Աբազան աշխուշ, բոլոր Արարատի ժողովրդին հրավիրում ենք, խեռը կոխեն Արամիկ ընկա բենի մեջ ու չհանեն, բարի ժամանց Արարատի բնակիչներին, սամեք, ներոպ, ես թուղթը գնաց արխիվ եկնային, աղաց, թուղթ նեմա, բոզի տղա, ես քեզ հլա ենքան եմ ծասցնելու, դու բիտի հրաժարական տաս ատիս պախնես, որ մի հատ վովայի պեսա ծասցրելա սաղիտ ու արկելմա, որ իա կաբինետում նստեք, որովհետև դուք այդքան տղամարդ չկաք, դուք բոզի տղա եք։
Գևորգ Եղազարյանի անունով է Դավթաշենի թաղապետարանի 50%-ը։ Պարոն Աբազյան, չէ, Վայեղազարյան։ Իմ մոտ Telegram ես դրել էի Pravo վարորդական իրավունք, որը որ արտադրվում է Մոսկվայում։ Եկեք մի հատ հələ փորձենք կապ հաստատել այդ Prava սարքողի հետ։ Տենանք հələ ինձ ձև են սարքում։ Տենանք վեգոլ են։ Ուրեմն ըստ ահազանգի գրենք մի հատ ամենայն դեպս SMS-ի թմամ Եթե մեզ հետ պատասխանեն, ավելի լավ։ Ուրեմն ըստ ահազանգի Ինգեր Վայեղազարյան, Ռուսաստանի Մոսկվա քաղաքում Դուբրովկա մետրոյի մոտ 10,000 ռուբլով կարելի է գնել Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունք։ Այդ վարորդական իրավունքի նկարը, որը ոչ մի կերպ հնարավոր չի տարբերել բնօրինակից, տեղադրված է հանրային ձայնի, այսինքն իմ Telegram կանալում։ Աղբյուրները, ես չգիտեմ այդ պրավի պլոնկա, մլոնկա, ինչ ձևով է դուրս եկել կոմոտից, կամ ոնց է հասել ընդեղ այդ օրինակը եւ այլն, համենայն դեպս 10,000 ռուբլով տպվում է, բնօրինակից ոչ մի կերպ չի տարբերվում, եւ մեր հայ վարորդները շատ հանգիստ կերպով կարող են 10,000 ռուբլով ձեռք բերել այդ վարորդական իրավունքը։ Գործով զբաղվում են մեր կիրգիզ եղբայրները։ Ես հիմա գրել եմ ինքը հասանելի է, հենա գրում է, բայց ոչմ գելենք զանգում ենք, ընկեր կիրգիզը չի վեկալու, մի հատ էլ հլը զանգ ուղարկենք եւ փորձենք հեռախոսով խոսել եւ պատվիրել մի հատ վարորդական իրավունք։ Տենանք ըլլամա թե չի լմ։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր հայրենակիցները կարող են զանգահարել այս համարով կամ գրել, հիմա որտեղ ես հիմա գրում եմ WhatsApp-ով գնում է +7 925 191 46 75 Սրա WhatsApp-ին գրում եք, միգուցե ձեզ կպատասխանեն, որտեղ հիմա մենք այսքան չենք կարող նստելու սպասել։ Մի րոպե մի հատ էլ են ինձ բան գրել։ Մի վարքյան։ Хорошо. Չէ դե որտեղից պիտի տեղակալեն, որ ես իրանց զանգելու էի։ Լավ, անցանք։ Ես եթերով տվեցի տվյալները։ Թող ինգեր Վայեղազարյանը զբաղվի, որ Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքա տպվում մետրո Դուբրովկա, հատը 10,000 ռուբլի։ Սա Վայեղազարյանին նվեր։ Վայեղազարյան, ուրեմն Ղարաբաղի ժողովուրդը բողոքում են նամանավանդ են անձինք, ովքեր որ ծառայել են Ղարաբաղի ոստիկանությունը։ Ոնց է ստացվում, որ Սուրեն Պապիկյանը զինվորականներին գործի ընդունում է, իսկ MVD-ն գործի չի ընդունում Ղարաբաղի MVD-ում ծառայած մարդկանց։ Այսինքն գումար է ուզում քո կադրերի գլխավոր վարության պետը
իա, այսպես ասած, թայֆով, որ մարդկանց ընդունեն աշխատանքի։ Ներքին անվտանգությանը պետին հորդորի, որպեսզի մի փոքր ավելի ուշադիր լինի կադրերի գլխավոր վարության, գործնեության հետ կապված։ Եվ ես գտնում եմ, որ եթե մարդը աշխատել է Ղարաբաղի MVD-ում, ուրեմն Հայաստանի MVD-ում է լիքը ռայոններում թափուր տեղեր կա։ Այդ մարդկանց գործի ընդունեք, ոնց որ անում է ուսուցչուհին։ Так, մեզ պատասխանում են պլոնկաների հետ կապված։ Դատարանը փաստաբանների ավտոյի պլոնկեքի, դատարանը փաստաբանների հայցի հիման վրա պլոնկաների հարկադիր հանելը գտել է անօրինական։ Դատարանի վճիռը ոստիկանությունը բողոքարկել է, եթե դատարաններին չճնշեն, վճիռը կստանա օրինական ուժ։ Վարորդներն էլ չեն դառնա տուգանքի մատերիալ։ Ես հուսամ, որ Հայաստանի դատական համակարգը կարողանա կայացնել մեկ արդար որոշում իր կյանքի պատմության մեջ, որ պլոնկեկը հանելը անօրինական է։ Սա էլ Փայլակ Հայրապետյանի թոռ Օլկան շիշ բռնողի հետ ամուսնացավ։ Հենց նա էլ արաբկիրով կանխել է գործի բացումը։ Փաստորեն մի թոռը այտենց ագարկա, մյուս թոռը շիշ բռնողի գլգլիստ, փաստորեն շիշ բռնողով են փագը արաբկիրում քնչական գործերը։ Էս էլ մյուս ինֆորմացիան եկավ հասավ։ Քանի որ ուրա սենց մենք հերթով էթում ենք, ուզում եմ անդրադառնամ մի շատ հետաքրքիր դեպքի։ Պարոն Աբազյանի հիմնարկը, որը որ շատ վատ է աշխատում, խայտարակ վատ է աշխատում կամ գրեթե չի աշխատում, մենք դրա մասին տեղյակ ենք։ Ազգային անվտանգության ծառայությունը։ Ուրեմն այսօր, քանի որ գնաց խոսք դատարաններից, Հայաստանի Հանրապետության դատարաններից մեկը ազատ է արձակել մի մեղադրյալի, ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Հիմա ավելի մանրամասնեմ։ ՀՀԱԱՑ-ն մեկ տարի առաջ հրապարակեց տեսանյութ, մասկեքով, մուսկուլավոր տղեկ, այտենց եկան, բռնին, տարան, բերին, կայնասին մի հատ կադր ունես է, վիդեորոլիկ Աբազյան, որ սենց մենակ փապկամատիկներ են երևը, մեկը սենց բլոկնոտի մեջ հա բան գրը, այն մեկը սենց մի թուղթը տալում այն մեկին, այն մեկը դեգեսի միջ նշմանım, Շտիրլից եք խաղը, սիմնացած մգնավենի վիսնի, այդ դվիժեները, որ անեք, բայց դեմք ցույց չի տալի, մի հատ սենց կուլտուրական ձենով մեկը խոսում է, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բլա 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 բլա, բռնել են պետական դավաճանության մեջ մեղադրող մի մարդու, ով արտնակլասնիկի ցանցով ինֆորմացիա տվյալ ադրբեջանցիներին, որ դիմաց ստացել է $100։ Այսպես մի հատ տափակ բոզի տղություն։ Հիմա այսօր այտենց մի գործով մեղադրվող մեկը պետական դավաճանություն դատարանի դալիճից ազատ է արձակվել։ Անազգանում չենք ասում։ Հիմա ինձ հետաքրքիր է այդ մեկը, ով մի տարի նստավ Բերդ, Իանտանիքի անդամները կնիկ, մեր, հեր, քուր, աղբեր, տատ, պապ, հորողբեր, քերի ենթարկվեցին հասարակական պարսավանքի, որ իրանց երեխեն դավաճանա։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ոնց է ստացվել, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող մարդը ազատ է արձակվել դատարանի դալիճից։ Ստեղ կա երկու վարիանտ։ Առաջինը, կամ այդ մարդը կատարյալ անմեղ է եղել, կատարյալ, պրոստը կարե, սարքե, դզե, փչել, ինչ է կարե, ոնց է կարե, ես չգիտեմ։ Գործը, հիմա ասենք ոնց որ բանը, Տիգրան Առաքելյանի վրա եք կարե, Արման Մկրտումյանի վրա եք կարե, հա, այդ տիպի, Անդրանիկ Արմանդալյանի վրա եք կարե, պեչած սարքել, տարիներով պայելն եք բան դերթերում։ Հիմա էսյա, դրել են վրեն կարել են, գոյություն չունեցող ես եմ ինչ, տարեք օխել են դատարան, դատավորը ոչ հմտես է խույվոր է, դե կարե դատարան է դալիճից բացը թող է, ասելա գնա թողը ճոհ։ Տարբերակ A և տարբերակ B, այո դուք բռնել եք պետական դավաճանի, լրիվ հիմնավորված տարեք օխել եք դատարան, դատավորը Իվետա Տոնոյանի նման մեկը ծծերի արանքը դոլար նիքել դրած ինկասատր, եկ է մտելա դատավորի կաբինետ տվերա, մարդուն ազատերա։
Այդ դեպքում ուրեմն հենց հիմա պիտի այդ պետական դավաճանին բաց թողած դատավորը կլանավորվեր։ Միանշանակ։ Ես նստեմ մտածեմ, ասում եմ լավ, Աբազյանս, ինչ ձև է աշխատում, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող մարդը դատանի դալիչից բաց է թողնում, ասեք գրա։ Բացը մենք Աբազյանի կեսագրությունը, այսօր սաղիկ բանն է, կեսագրության օրն է։ Ինչ է գրած, Արմեն Աբազյան ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Վարդի! Գեներալ-մայոր Արմեն Վաղարշակի Աբազյան արտադրվել է 71 թվականի հոկտեմբերի 19-ին Կիրովական քաղաքում ծառայողի ընտանիքում։ Գիքոր 88 թվականին ավարտել է Կիրովականի թիվ 18 միջնակարգ դպրոց։ Okay։ 88-ից 93 թվականին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մեխանիկա մեքենաշինական ֆակուլտետում, են տրակտոր քշող տղեն։ 90 երկում է Շուշանը։ 93-ից 94-ին ծառայել է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում։ Փողը տվերա, ընկերա սահմանապահ զորքեր։ Մի տարի ծառայե, ռուսական վերբովկա եղե դուրս եկե։ Так, 5 տարի անհայտ կորելա ոչ մի տար, ոչ մի խոսք պարոն Աբազից։ 99-ից 2020 թվականը ծառայել է ազգային անվտանգության մարմիններում, զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոն։ 20 թվականի օգոստոսին նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 2020 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Մեխանիկա մեքենաշինական ֆակուլտետ KGB չեմ հասկանում ոնց համատե։ Լավ, ասեք թե բան մտել է։ Դու սովետական միության պատմություն անցել ես, ճիշտ է, Աբազյան։ Այսքան դոկումենտալ ֆիլմեր կան, գեղարվեստական ֆիլմեր կան, Ծիգերան 43, այնտեղ որն է, ոչ է ստայա կար, չգիտեմ, լիքը տիպի ասենք, 17 մգնավեն, այսինքն լիքը տենց դետեկտիվ ֆիլմեր, հետաքրքիր եւ այլն։ Դու կարող ես պատկերացնել սովետական միության ժամանակ, քանի որ մարդուն կամ Ռուսաստանում մարդուն պետական դավաճանության հոդվածի մեջ մեղադրել, տաներ կողել բերդ, ցույց տա խայտարակել, վարքաբեկել, պախարակել, դնել վզին, այդ մասկեքով գնալ, թռնել, բռնել, ասենց բերանքսիվայր իջեցնել եւ այլն։ Մի տարի հետո բերել կողել դատարան, դատարանն ասում է գնա։ Հիմա այս մարդը պիտի անհապաղ վաղը մյուսօր բավականին լուրջ կերպով դատի տա Հայաստանի Հանրապետությանը ու հարկատուների հաշվից երևի պիտի օրենքով $1 միլիոն պիտի բարոյական վնասի փոխհատուցում տանես մարդուն, որ այս մարդուն մեղադրել ամենասարսափելի հանցագործության մեջ պետական դավաճանություն, բայց վերջում դատավորն ասում է գնա, ты свободен։ Սա է քո աշխատանքի որակը։ Հիմա նույնն է, ես չեմ զարմանա, այն որ ասում են տերորիստական խումբեր ուզում էին Նիկոլին գմփցնեին, այն Բազեյան, Մազեյան, դեզդե որ գնացին բռնին։ Հիմա նույնն էլ մի տարի հետո սրանց հետ ալնելու, էլի բերելու են կողելու են դատարան, Ալբերտ Բազեյան, Մազեյան, ինչ որ Նիկոլեին ուզում գմփցնեին, եւ մեկ էլ մի տարի հետո ասեն հələ կնոցիկ։ Դուք հանցագործ չեք, բա որ հանցագործ են, մարդու կյանքից մի տարի խես խլի Աբազյան։ Ես գիտեմ, որ դու տգետ ես, ես գիտեմ, որ դու դեբիլ ես, ես գիտեմ, որ դու անասուն ես, ես գիտեմ, որ դու ոչխար ես, ես գիտեմ, որ դու տավարի ցավ ես, որովհետև նույն քո քննչական կոմիտեն իմ հիչորցին քոքուն ճանաչել է տուժող, որ խոշտանգվել են եւ ոչ մի բան մինչեւ օրս ոչ արգիշտի ձվերի հետ ես անում, ոչ ազատուհու բոզի տղու, որովհետեւ մի գանդոնի սերունդել դու ես, որովհետեւ մարդուն տարել ես կյանքից մի տարի խլել ես, կողել ես բերդ, վերջում դատարան ասում է հելի գնա։ Ուրեմն կամ նա դու պիտի դատավորին ծասցնեիր, հենց դատարանում, ասել բոզի տղա պետական դավաճանի ո՞նց ես թողում, բայց ես ավելի քան վստահ եմ, որ դու դե հիմք չես տվել։
Հիմք չի եղել գործի մեջ, որ այդ մարդը հասկանա, խի $100 ատնակլասնիկով ինֆորմացիա են տալում այդ տղա, հա? Եկա Սուրեն Պապիկյանի տեղակալ, այն բրուցան պորնիկի տղեն, նստածա մեռանք ասելով, մի հատ չես հետում, դուրը չես հետում ասես, այ նավարի ծասցնեմ, Չինաստան փող ես գրգամ, Վերջինեն կղզներ փող ես գրգամ, այս քան մարդ եկելա, որ ռազմական արդյունաբերություն ուզում տնի, չես թողում, եւ այլն, ու շարունակում ես պաշտոնավարել, ոնց կարելի է մարդուն նման մեղադրանք ներկայացնել, տանել ու ընկեր Նիկոլ Ղախպի տղեն, Բոզի տղեն, չի ասեմ, ես ինչ եք անում, մարդու կյանքից մի տարի խլես, տանես կողես բերդ, բերես կողես դատարանացի կնա, Էսա քո աշխատանքի ձևը որակը, հա? Ասենց է պոլիտեխնիկ ավարտացնուր կագեբենուր։ Գոնե ինչ-որ մի կոոպերատիվ իրավաբանական ավարտացել, նեիր ասեմ, հա, պոլիտեխնիկ, մեքենաշինական, այ տրակտարիստ։ Ասենց էլ իրականացնում են արդարադատություն, ասենց էլ գործ են անում։ Ասում եմ, հեսա մի քանի ամիս կանցնի են Ալբերտ Բազարյան, որ տարապագին տերորիստական խումբ, թե քո անգրագետ սաստավնով եղա, որ կարած ինչ-որ տերոր, ասկի տերորիստական խումբ, Մոսադը չկարացավ պալիտանի, մտան կոտորին հելան, դու ոնց ես դա տենց պալիտանեմ, հա, աբաս, պետական դավաճան, հա, Քանի գնաց խոսք պետական դավաճանների մասին, ուզում եմ երկու բառ ռուսերենով դիմեմ Ադրբեջանին։ Хочу обратиться к государству Азербайджан. В азербайджанских тюрьмах находятся руководители Республики Арцах. Баку Саакян, Араик, я не знаю, там, Аруцунян, или как его там, еще кто, Аркадий Гукасян и так далее, Рубен Варданян. Но в последнее время мы их не видим. Вот абсолютно не видим. Вот там Азербайджан судит одного старика, обвиняется типа в геноциде азербайджанцев и так далее, который полный миф. Но почему-то больше никаких кадров о наших, так сказать, президентах, которые находятся в тюрьмах Азербайджана. Я бы хотел увидеть, не только я, но и весь армянский народ, хотели бы увидеть какие-нибудь кадры новые, где видно лицо, как живут, как допрашивают Бако Саакяна, Аркадия Гукасяна, Араика Аруцуняна, Левона Манацаканяна и так далее. Потому что есть какие-то подозрения, что, может быть, они уже не в Азербайджане. Я буду сильно огорчен, если вдруг выяснится, что они покинули территорию Азербайджана. Որովհետև մի տեսակ լռությունը երկար տևեց, այն Վագիֆին արդեն դադում են, Վագիֆ էր ինչ էր այդ մարդու անունը, բայց սրանց վերաբերյալ այլևս ոչ մի տեղեկություն մենք չենք տվել, մի հատ էլ ասում են Կարմիր Խաչն ասում է, իրենց առողջական վիճակը լավ է, այդ շատ լավ է որ լավ է, բայց մենք ուզում ենք մի հատ տենակ դրանց, գոնե ամիսը մի անգամ մի հատ բան ցույց տան տեսանյութ, որ հասկանանք այդ մարդիկ բերդում են. Քրիստիկ, դու աստղագիտությունից ո՞նց ես, անչի, դու սիրում ես եկնային գրասենյակ, երկինք և այլն, պիտի որ աստղագիտություն էլ սիրեիր, աստված վերևնի, անդադ մենք վերև ենք նայում, բա աստղեր, մոլորակներ, քեզ չտաքրքրում,
Քրիստիկ, ես որ սովորում էի դպրոցում, աղջի Ռուզիկ լսի։ Իմ ամենասիրած առարկան եղել է նաև աստղագիտություն, 5 ա եղել։ Օրինակ, դու գիտես Նեպտուն մոլորակ։ Լսել ես, բայց տեսել ես։ Ուրեմն Քրիստիկ կենսաբանությունից ոնց ես։ Բթաղեմ քեզ կա մի առարկա, որից որ դու նորմալ ես, հա։ Քրիստիկ անաերոբ միջավայր, գիտես ինչա, անաերոբ։ Անաերոբ միջավայր նշանակում է անօդ տարածություն։ Օդ նեմա։ Անաերոբ միջավայրում զարգանում են անաերոբ վիրուսներ, բակտերիաներ, էտենց բաներ։ Սնկեր, գիտես, ահա։ Ամենահետաքրքիրը սունկն է։ Ուրեմն ինչա քեզնից պահանջվում, Քրիստիկ։ Սա համարի երկնային գրասենյակի խնդրանք։ Առնվազն ինչքան 10 օր էտակո դլոյ չի լվացվում կատեգորիկ։ 10 օր։ Ավելին, ցանկալի է, որ էտա դլոյի անդունդ փակվի։ Չգիտեմ, տամպոնով, ինչ-որ մի բանով, մաքսիմալ պետք է, որ էտա ընդերք կիսլարոդի թթվածնի նշույլ անգամ չմտնի, որպեսզի այնտեղ զարգանան սնկեր։ Հետաքրքիր կենսաբանություն ենք ասում, աղջի գրի Ռուզիկ։ Հիմա, բայց եթե գիտես ինչի խմա։ Ուրեմն ես ցանկանում, էդի սենց հետաքրքիր է։ Ուրեմն, լսի։ Նեպտուն մոլորակը արեգակնային համաստեղության մեջ 8-րդ մոլորակն ասես 1 2 3 4 այն որ սենց կալցև պտտվամա կայնի էսի սենց հետաքրքիր չի նա հետաքրքիր բան մտքով ասացավ Նեպտուն համիկին ճանաչում ես, Նեպտունից եկած, համպերի։ Battery 90%. Connected to Galaxy S2 Ultra. Ուրեմն ինչ ես անում դու, այդ քո այդ անայրոբ դլոյ, վեկալում ենք, դու ու Նեպտուն համիկը, Նեպտուն մոլորակի վրա, որտեղ մեկ օրը տևում է 16 ժամ, մերը 24-ը, նրանցը 16-ը, որտեղ քամու արագությունը հասնում է վիցև 600 մետր վարկյան, այս երաշտության տակ, Նեպտուն մոլորակի վրա, դու էտա քո դլոյ, դնում ես Նեպտուն համիկի բերնի մեջ, ու ես երկիտամ, իսնիցանամ տրավա երկիտակ, ծսնում ես Նեպտուն համիկ, ընդեղ աստղնի, մոլորակնի, ասուբնի, համիկս ծծմա, դու վայելում ես, ալ մոլորակնի, տեսած կոս, այս պրոցեսի տակ այդ բոզի տղել պիտի ծծի քո դլոյ, սնկերով, հարուցիչներով, բակտերիաներով, այս երկի տակ ու 600 տոնիկ կլոնիկ վարկյանում այս արագության տակ դու դրա պիտի ծսնես, էտա գլուխ են կողած քո պաչեկի արակը, ու իշկան այլ մոլորակնի կա, դες որ հանգարց անցնեն դառնան տենա, պիտի սաղ մոլորակային համակարգներ, ծիրկաթին, համաստեղություն, ինչ ասես, տենալու չակատարվը Նեպտուն մոլորակի վրա, 8-րդն է, դոդի սիրած թիվը 8 տարի շարունակ Նեպտուն մոլորակի վրա, Նեպտուն համիկի պիտի ծծնես, Քրիստիկ, ես բոզի տղուն,
ասած մի երկի տակ։ Էդի քո ֆունկցիոնալ պարտականությունն ելնելու։ Էնքանա դլոտ մնալու փակ վիճակի մեջ, փակած, տրուսիկ բան ոչ մի բան չես փոխում։ 10 օր հետո փորձնական բացում ես, մատը տանեմ, քսում ես սեռական շրթերիդ, հոտ ես քաշում, եթե բաների հոտ չի եկե, էլի մնամա դլոտ փած, ինչեր են, ռոկվորեր, ինչեր են, որ սենց վատ բոլբսնած բաներ հոտ ագալում է, երբ որ գալմա բաների հոտը, երբ որ մատըտ կողես, հոտ քաշես եկավ, ուրեմն պահը եկելա, դու Նեպտուն համիկը, թրնեմ եք ուղիղ Նեպտուն մոլորակ, ունդե ծասնեմ ես բոզի տաղուն, որ իշքան ալն մոլորակնի, ատենց էթան գան, ինա պլանետանի, տենալ ունգնավորին։ Ասեն էտա քրիստիկի դլոջ հասավ Նեպտուն։ Նիատել, ասեմ ինչ հետարքիրա, խի Նեպտուն, խի ասենք Մարս, Յուպիտեր, չի, իմի Ուրան, իմինը Նեպտուն, ակազավեցը 8-րդ նա մոլորակներից, հետ ուղեղս աշխատեց, ասեմ դրա համարա դրելի, ադա 8-րդ մոլորակ, ատենց սիրեմա դոտն ու Նեպտունը 8 թիվը, էդ բասեյնի մեջ են գագոյաղ չկան, որ տարե դնգլ-դնգլար է, հետաքրքիրա 8 անգամա օրեկանար է, թե ոչ։ Հիմա այլ ասում է, այդ շենքերը իմը չեն, այդ շենքերն ուրիշին են, իմ շենքը ասում է, լրիվ ուրիշ տեղ է, էլ մարդ չմնաց ընձի չզանգեց։ Մարդ կան ձերից խլել ասում է, այդ շենքերը իմը չեն, իմ շենքն ուրիշ է, այդ շենքի հետ ես կապ չունեմ, ասում այդ մարդիկ, որ բողոք կամ էին, ինչի չեն ասում, Վարդան Ղուկասյանն է բանալ է, խլե մեր տները, ասում են Նեպտուն համինքն է խլե, Նեպտուն։ Հասկացար Քրիստիկ, միջև բաներա հոտը չգա, դու ինչ ես ասում, ասում ես իմ դլոյ պատրաստա և ես քեզ այս երկի տակ ղրգում եմ Նեպտուն, համույի հետ միասին։ Անայրոպ միջավայրում սեքսով զբաղվելու, բայց ծծնողը դու ես։ Անպայման այս երաժշտության տակ։ Տիգրան Ավինյան, մաբալլուս, երեք հրապարակ օրաթերթն տպեց հոդված, երեքիր, որտեղ գրեց, որ էտա սիսի հրամանատվել թաղապետերին և այլն, Վարդան Ղուկասյանի հետ պարոնով չխոսել, զանգերին չպատասխանել։ Ես մտածեցի, որ Արմենե Օհանյան երևի որոշել մուտիտ անել, որպեսզի Վարդան Ղուկասյան սիսի ծծցնել, բայց ոչ, շնորհակալություն, նիզկի պակլոն, Արմենե Օհանյան տեղադրեց ձայնագրություն, ասեց խնդրեմ, էսի մարդու ձենն, էսի զապիսն, լսեցինք այդ ձայնագրությունը, շներ, մներ և այլն և այլն։ Ես հետաքրքրվեցի, ասում եմ, այդ ժողովին քանի հոգի մարդ ա եղել։ Ինձ ասեցին բոլոր թաղապետերը, փոխքաղաքապետերը, այսինքն ուսկի կրուկ Ավինյանին։ Ուրեմն Ավինյանը, որը քայլելով այս բոզի տղեկի հետ միասին, մի բոզի տղալ ինքն ա, եկան շոուի միջոցով Սերժ Սարգսյանը պոտնոցի վրա իշխանությունը տվեց, հասկանալի է, որ երբևիցե չի եղել ոչ մի պետական հիմնարկում։ Բերեմ Գասպարյան Վովային օրինակ։ Գասպարյան Վովայի ժողովները, ասենքն 99 թվականից ռազմական ոստիկանություն, հետո ՆՎԴ եւ այլն, չնայած ես աշխատում եմ ժողովներին ներկա չգտնվել ու մեծ մասամբ չեմ եղել, ՆՎԴ-ում 3 տարի եղել եմ, երբեք որևիցե մի ժողովի ներկա չեմ եղել, չեմ սիրում կատեգորիկ ժողովը, բայց ես վերցրեցի սենց, էլ ասենք տեսեք, այնտեղ քանի մարդիկ էին նստած, 100-ավոր, բայց երբեք ու երբեք Գասպարյան Վովայի ժողովներում ոչ մեկ չի համարձակվել Վովա ձայնագրի ու տա լրատվամիջոցին։
15-20 հոգի մարդ են եղել այդ քաղաքապետարանի նիստի ժամանակ, իա նշանակած մարդիկ, սաղ քպն եւ քպն ձայնագրմա քպին ու տալմա մամուլի ձեռը։ Տալիս է մամուլի ձեռը ու հենց այդ հատվածը ինչի համար, որ Վարդան Ղուկասյանի ագանջին հասնի, Վարդան Ղուկասյանն էլ Սիսիին ծսցնի։ Նախ դա ինչով էր ինձ համար լավ։ Ինձ համար այնքանով էր լավ, որ այն բոզի տղեկը, այդ թվում նաև հրապարակը, որը գրել էր դոգի կուսակցության միջոցով Սիսին դառավ քաղաքապետ։ Դոգը համագործակցում է Սիսիի հետ։ Այս ձայնագրությունը ապացուց ընկեր Արմինե Օհանյանին, հենց իր իսկ տպած նյութերին, որ Վարդան Ղուկասյանը չէր կարող համագործակցել այս բոզի տղեկի հետ, որտեղ եթե համագործակցեր, տենց հրաման չէին տա։ Ասեին զանգերին մի պատասխանեք, պարոնով մի դիմեք, շանը պարոնով մի դիմեք եւ այլն։ Ես հասկանում եմ ինչի է Սիսին վառված շներից, որովհետեւ իր կինը ավելի շատ նախընտրում է շուն, քան թե իան, դա մեկ։ Երկրորդը, ես արդեն հոգնել եմ կրկնելուց, որ դոկ դա չի նշանակում շուն միայն, դա նշանակում է դոկտոր, ամերիկյան ֆիլմերի բոլորի մեջ դոկ բժիշկները դաժե ռեալ կյանքում ասում են դոկ, իսկ իմացականը եկել է նայես, որ ես 97 թվականին Ардանիշի գումարտակում եղել եմ ֆելշեր, ածական դնողն էլ եղել է Լենագանցի Աջուլիկը, Ղազարյան Արտյոմ, եթե չեմ սխալվում։ Սա եւս դոգի պատասխանը։ Ասենք առաջ։ Այն որ քաղաքապետարանում գոյություն ունի կակ մինիմում 2 ճամբար, այդ արդեն գրուկ պեչատուկ է։ Մինիմում, իրականում 3։ Բայց ԿՊ-ի մասին է խոսքը գնում 2։ Մի ճամբարը ընկեր սիսիականներն են, մյուս ճամբարը այն ինչ էր, Փամբուկչաների իշխարը գլուխ էր, որ եկե նշանակվել է առաջին տեղակալ։ Այսինքն ապագա քաղաքապետ, որտեվ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի Սիսին մնա քաղաքապետ եւ մի գեղեցիկ պայի Սիսիին տնով տեղով ծծմելու են հանենք ցեն դուրս, Փամբուկչյանս դառնա քաղաքապետ։ Էդի ես զգմեմ, էդի ես ասել եմ եւ կասեմ։ Հիմա ինչ անենք, մտածում են, որ Սիսի դիրքերը մաքսիմալ թուլացնեն եւ կարողանան ընկեր Փամբուկչյանին բերել քաղաքապետ։ Ով կարա Սիսին ծծցնի, իհարկե, միայն եւ միայն Վարդան Ղուկասյան։ Բայց այս անասունն էլ այնքան տավար բոզի տղա է, որ չի ասեմ։ Ախր իմ դեմ, իմ կուսակցությունն է դավեր հյուսում։ Ես ինչի եմ ավելնոր տեղը երկրորդ, երրորդ ճամբար բացում ու իսկ ցում քաքի մեջ էլ ավելի եւ մոտիկացնում իմ վախճանը։ Տեսեք, լոգիկա չկա այս բոզի տղու մոտ։ Կատարյալ, տուպոյ։ Կատարյալ տուպոյ։ Ժողովը անեմ, հերախոսները հավքեմ, բանը անեմ եւ այլն, որ իրան չձայնագրեն, բայց իրան էլի ձայնագրում են։ Իրան էլի ձայնագրում են, ու ինքը գիտի մենակ սա են ձայնագրել։ Ինքը չգիտի, որ իրան սիստեմատիկաբար ձայնագրում են։ Կաբինետ մտնել, հտնելուց, խոսելուց, միջոցառում, իրան սիստեմատիկաբար ձայնագրում են։ Ես այդ ձայնագրողին գիտեմ ով է, ողջունում եմ։ Ես Արմինե Օհանյանի ինֆորմատորին գիտեմ, բայց ինչի պիտի ասեմ։ Բնավ, մարդը ազգանավեր գործար է։ Ու այս բոզի տղեն ընկել է տվայտանքների մեջ։ Հիմա չգիտեմ խանդամա նաև։ Ինքը ասում է ձեզ զանգում են հրամաններ են տալի, հրաման կատարել եւ այլն։ Ընկեր Ավինյան երևույթ։ Վարդան Ղուկասյանը ոչ մի թաղապետի հրաման չի տալի։ Վարդան Ղուկասյանը բարձրաձայնում է Երևանցու բողոքը, զանգում է ոնց որ օրինակ այս Դավթաշենի բոզի տղուն։ Զանգի ասում է եղբայր, կողիդ կաբինետը քո նախի չես նստում կողիդ կաբինետը։ Խնդիր ունես, գանք միասին օգնենք, ես քեզ նստեցնեմ այդ կաբինետում։ Էս էլ էր բոզի տղայիս, Դավթաշենի աղբի տղեն, անգրագետ ես 50,000 դրամանոց դիշովկեն։ Դաժե էդի չհասկացա, որ ասեց աղբի ջան, կարամ ես դոգի ֆակտորն օգտագործեմ, կաբինետը ջարդել տամ, ես մտեմ մեջ չնստեմ, արա, թո դոգին դադեն։
Այսինքն եթե մարդ կրթություն չունենա, դիպլոմ առած լինի, ուղեղի աշխատանք, գորշ բջիջ կունենա, իհարկե չունենա։ Այն խնդիրները, որը որ բարձրաձայնում է Վարդան Ղուկասյանը, ինչեր են, Չախոյանը, Արթուրը, Աշոտ Անդոյա, Չախոյանը, դա քո պատկերն են բարձրաձայնում։ Այդ որ դու միլիցիա ես դրե կաբինետի դեմը, որ մի հատ մարդկանց շմոնանի նոր թողա քո մոտ, որ քակցերդ խառնվել ես իար, այ բոզի տղա։ Դա խոսում է նրա մասին, որ դու չես տիրապետում Երևան քաղաքի վիճակին։ Եվ քաղաքացիները, որոնք անգրագետ, տգետ, դեբիլ, միամիտ բառը անգամ ստեղ արդեն սխալ է օգտագործել, որովհետև 5 տարի մարդ միամիտ չի լինում։ Ընտրեցին քեզ, Վազգենի քվորը, այդ արարածի բոզի տղուն, թևավոր բոզի տղուն, Հայկ Մարության բոզի տղուն ու քաքին իանց փայ բորշի մեջ, ինչա Վարդան Ղուկասյանը քֆուրա տալը։ Ու այսօր նորից կանգնած են կոտրաստ տաշտակի առաջ, այդտեղ մեղավորը Վարդան Ղուկասյանը չի։ Եվ Վարդան Ղուկասյանը իրեն չի կարող իրավունք վերապահել, զանգի որևէ մի թաղապետ ասի լասամես էսի արա։ Ոչ, ասում են եղբայր, խնդիրը կա, անելու եք եւ երբ։ Ինչքան ժամանակում։ Տեղեկատվության մասին օրենք կա, բան կա։ Այսինքն ինչ է նշանակում չպատասխանել Վարդան Ղուկասյանին։ Հենա Դավթաշենի թաղապետն էլ չպատասխանեց, հեսա դիպլոմը կողելու են ոռը, քրեական գործը հարուցել տան վրեն։ Փորձեց բախտը։ Իան դրեց լավ տղի տեղ, ասում է թազահավ երկթե ձվեր։ Այդ երկթե ձվերը կողելու եմ կնգադալոյի մեջ։ 6000-ից ավել մարդ մենակ ստեղով, նայմա ոնց եմ ծծցանամ Դավթաշենի թաղապետին տնով տեղով։ Ու հիմա էլ սկսել է ծառայողական քննություն, հալստե ուղեղը դու նայի, քեզ ինձ հասովոր է աբաս, անուղեղը դու ես, ծառայողական քննություն, որ պարզի այդ 10 քանի հոգու մեջ, ով է իան ձայնագրե, ու տվե Արմինե Օհանյանի թերթին։ Դուք, անգամ ձեր խմբի մեջ, որ սաղը նստած եք պաշտոնի, անեշի, որ մեկը տեղ պաշտոն չուներ, սոված էր մնացե, աբիժնիկ էր, ձայնագրեր, չէ, սաղը պաշտոնի այն եղել։ Դուք ենքան ոչնչություն եք, դուք ենքան չկայացած, տմարդ երևույթ եք, որ, գիտես ինչ, ես չեմ կարողանում հասկանալ ձեր միջի հակասությունները, ոչ մի կերպ։ Եթե դուք աշխատող լնեիք, եթե դուք մարդ լնեիք, եթե դուք մտածեիք Երևանի մասին, ձեր մեջ հակասություն չպիտի լիներ, բայց դուք մտածում եք դոլարնի։ Դու ասում ես շուն, շների նկատմամբ եւ այլն։ Շունը քեզանից 1000 գլուխ նորմալ մարդ է, այ բոզի տղա։ Գիտես ինչի։ Ասեմ, Արմինե Օհանյանի համար եւս մեկ հոդված։ Գոյություն ունի ավականու թեկնածու, ինչ էր, նարեր, նոներ, ինչեր են, որ ծամոնը ճպճպսնելով ասում էր, տատուցը սա մնաց է ժառանգությունը, աբանը Թուրքիայից որ գաղթել են, հետը բերել էր, տատը Թուրքիայից գաղթելուց, այդ Երևանի կվարտիրաները հետը բերել էր ու տվեց իան, մի տարվա մեջ 3 հատ բնակարան ձեռք բերեց այդ նուարդ, որ ուզում էր դառնալ կենտրոնի թաղապետ։ Նուարդը քո ինչն է, սիսի, ընկերոջդ կնիգը, առաջին հայացքից։ Այդ դեպքում ես քեզ ուզում եմ հարց տամ, սիրելիս, ինձ կարող ես լավ, թող մախի մհերի տղու հետ, աբազը քեզ ֆիքսել էր, բայց մհերն էր քեզ, թող մախի տղու մհերն էր դոմպան, հյուրսային պողոտա։ Հիմա ես ուրիշ հարց եմ ուզում քեզ տամ, Նուարդի հետ դու Գեղարքունիքի մարզ նկարիչների պանսիոնատ, ինչ ես արել, ընկերոջ հետ կնգան, վեկալ է գնացել ես, նկարիչների պանսիոնատ, Սևան, որ ինչ հանեք, հələ հիշի, դու ու նվարդը այդ հյուրանոցի պանսիոնատ էջ գրողուս հերցավա, ատեղի հին ու անտերու դուս անրեմոնտ սենյակի մեջ,
քաղաքապետարանի խնդիրների մասին էիք խոսում, թե կենտրոնի թաղապետարանի։ Հա? Հիմա դու եթե վերցնենք աստվածաշնչյան տերմինոլոգիայով, դա կոչվում է շնանալ։ Դու քո ընկերոջ կնգա հետ ինչի ես գնացե շնանալու։ Ընկերդ գիտի, որ դու յա կնգան դոմփում ես։ Հա? Թե պրոստը գիտի ընկերության խաթերա, որ իա կնիգը այտենց վրա կվարծիռան երաս առնամ։ Ես էլ եղավ բանը Նիկոլա, որ ինձ ասում էր ալլասերված։ Ալլասերված ասեց ալանդակություն, ասեց ալլասերվածություն, հա։ Վեկալեք Նիկոլ Փաշինյանի գիրքը եւ կարդանք։ Գերմանական պորնո ինդուստրիայի սցենարը այտենց չի։ Արձանից ղզղնեմ, ծառից ղզղնեմ, 14-15 տարեկան կույս տղեկից ղզղնեմ, թևատակի մազերից ղզղնեմ։ Ինչից ասես Նիկոլը ղզղնեմ, այդ գրքի մեջ։ Այդ էլ խոմիկն է գրել։ Վարդան Ղուկասյանը այտենց, ասենք, այդ տիպի բանը չի էլ կարող է պատկերացնի։ Հա? Հիմա շունը ով է։ Ես թե դու, որ առետ տարել ես ընկերոջ հետ կնգան դոմփել ես։ Ընկերոջ հետ ընկերն էլ գիտի, թե դու հետ ընկերություն ես անում։ Մի րոպե։ Մի վարք։ Հետաքրքիր զանգ։ Ալո։ Չկա։ Համբերին, հա, լավ, աբազի հիմնակներ, ասում էին պարոն Ղուկասյան, ինդրիգը պահի, այդ սերական հարաբերության մասին տվյալները շատ մի մանրամասնեք, մինչև մենք ձեզ մնացած տեղեկությունները տանք, տենեմ ես, քո աշխատողները լավն են, դու չէ, Ես չգիտեմ, կհաջողվի արդյոք ընկեր Սիսիին բարձել, ով էր իրեն ձայնագրողը, իհարկե, եթե մի փոքր ուղեղ ունենար, վաղուց կպարզեր ով է և առավել ևս թույլ չէր տա, բայց սա ինձ ձեռ տվեց այնքանով, որ այն խոսակցությունները հասարակության մեջ, որ չգիտեմ, ես ու դու իբր թե այդ համագործակցում ենք, չգիտեմ ինչի դիմաց, որ ես քեզ սարք, այո, մենք եկանք, ապահովին քվորում, դեմ քվեարկեցինք, դու դառար քաղաքապետ։ Ես պրինցիպ բառը մի քիչ սխալ է, բայց ես շարժվեցի իմ ճանապարհով եւ թույլ չտվեցի, որ ոմն կլոուն, ինքեր Հայկ որոշեր, ով է լինելու Երևանի քաղաքապետ կամ կունենա թե չունենա, որ ասում են, կամ ես եմ քաղաքապետ, կամ ոչ մեկ։ Ես էլ ասեցի դու ին ոտերը կերար, թե դու կլնես քաղաքապետ։ Իսկ հիմա դու ինձ դրթում ես ընկեր Սիսի, որ մի գեղեցիկ օր դու էլ չլնես քաղաքապետ եւ վերջ, որովհետեւ ստանալով Երևան քաղաքի ազգաբնակչության 9%-ի ձայները, դու ոչ լեգիտիմ քաղաքապետ ես։ Դու խեռի գլուխ ես, դու բոզի տղա ես։ Միլիոնավոր դրամնի ծախսելով ուրարտական քարի վրա երթվելով քաղաքապետ չեն դառնում։ Եվ այն դպրոցները, որոնք որ գտնվում են անմախիթար վիճակի մեջ Իոսիֆ Ստալինի թվերից սարքած, որ $6 միլիոն տալամ Սնուպ Դոգ եք բերում, բայց Սարի թաղի դպրոցը 52 թվից մինչև օրս վերանորոգման չի ենթարկվել, եւ այն Պորնիկը, այն ագարկա Մարգարիտա, չգիտեմ ինչանին էլ որ նծծել են այնտեղ ասում, ես միայն գրությունով կպատասխանեմ, ես գրությունով յատուն ու տեղը ծծծնելու եմ։ Ես ուզում եմ հայտարարեմ, որ Երևանի քաղաքապետարանի այն աշխատակիցները, ովքեր հանկարծ կփորձեն ասել միայն գրությունով ենք մենք պատասխանում, հասարակ հարցին, ասես հարց ես տալի, ասում միայն գրությունով, ես այդ բոլոր աշխատողներին տանով տեղով ծծծնելու եմ։ Վայն եկավ տարավ այն թաղապետին, ով փորձեց ինֆորմացիա չտրամադրել հանրային ձայնին։ Հանրային ձայնը ձեր համար Ադրբեջան չի,
Ձեր համար Թուրքիա չի, որտեղ Ադրբեջանը Թուրքիան ձեր համար ավելի բարեկամական երկիր են։ Հանրային ձայնը ազգանավեր կուսակցությունն է, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե ձեզ։ Ես գիտեմ, որ Թուրքիայի ձայն են տեղեկություն ուզեն, դուք վարքանականը կտրամադրեք, նույնն Ադրբեջանից։ Բայց հանրային ձայնին տեղեկություն տալը, ես չգիտեմ, այդ որ մի քրեական օրենսգրքով, հոդվածով, որտեղ է դա երևում, ուզում են ասեն դա հանցագործություն է։ Խերս կերել եք ձեր տնով տեղով։ Եվ որ թաղապետը, ով կամ քաղաքապետարանի աշխատակիցը, չտա Աստված, բախտը փորձեց, այսպես ասած, արհամարել Երևանն է խոսում ծրագրի շրջանակներով եկող զանգին, ընկնելու է Դավթաշենի թաղապետի օրը։ Հիշեք, որ այս եթերները պահվում են ինտերնետ տիրույթում։ Սիսին Հավիտյանս հավիտենից չի։ Ընդամենը մի որոշ ժամանակ անց, մի գեղեցիկ օր, այլևս նա չի լինի որպես քաղաքապետ։ Իսկ դուք, ընկեր քաղաքապետեր, ունեք ընտանիք, ունեք երեխաներ, ծնողներ, կին, ամուսին, որոնք գնում են դպրոց, աշխատանքի, ունեք հարևաններ եւ այլն, ովքեր մշտապես ամեն վարքյան այս հաղորդումները խնայվում են TikTok տիրույթում, Facebook-ում, YouTube-ում, Telegram-ում եւ այլն։ Սա օգտագործելու է ձեր սերունդների, ընտանիքի, հարազատների, բարեկամների դեմ։ Եվ մի գեղեցիկ օրը, որ Վարդան Ղուկասյանն եկավիսնա գալու է, սաղիթ ուղարկելու է թազա բերդ, որտեղ դուք կասկածնեք ձեր կյանքի վերջին օրերը։ Անդեր էլ կմնաք ու կփդեք Հավիտյանս հավիտենից։ Խեղներդ հավաքեք գլուխներդ։ Ես Սիսին որոշեցի նուրբ ծծցնել, որովհետև իտոգում այդ ձայնագրությունը ինձ ավելի էր պետք, քան թե իան։ Մի շարք տգետ մարդկանց բերանը փակելու համար, ովքեր որ ասում են, թե բանը դոգը ու բանը Սիսին իրար հետ համագործակցում են։ Ոնց որ Դոդի Գագոն ասում է $200,000 բան եմ տվել, փող եմ տվել։ Ուրա, չգիտեմ։ Այսօր այսքանը, սիրելի ժողովուրդ, շնորհակալություն ուշադրության համար։ Մենք ձեզ հետ կհանդիպենք երկու օրից, այսօր ամսի 7-ն, ամսի 10-ին հանրային ձայնի ուղիղ եթերում։ Առայժմ հաջողություն։